ԱՄՆ զուն հարված է հասցրել Վենեսուելայի վերահսկողության տակ գտնվող ահաբեկիչներին, կան զոհեր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ թմրը ահաբեկիչներին հարված է հասցվել, երբ նրանք գտնվում էին միջազգային ջրերում, Վենեսուելայից տեղափոխելով անօրինական թմրանյութեր, որոնք ուղևորվում էին ԱՄՆ։ Նրանք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և կենսական շահերի համար։ Հարվածի հետևանքով 3 ահաբեկիչ է զոհվել։ ԱՄՆ-ի ոչ մի զինծառայող այդ հարվածի ընթացքում չի տուժել։ Մենք հայտարարում ենք ձեր որսի մասին։ Այդ կարտելների անօրինական գործունեությունը կործանարար հետևանքներ է թողել տասնամյակներ շարունակ, սպանելով միլիոնավոր ամերիկացի քաղաքացիների, նշել է նախագահը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. բանակը գործելու է Գազայում մինչև Համասի լիակատար ջախջախումը։ Իսրայելի բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկիչների ենթակառուցվածքներին, հայտնել է պաշտոնյան։ Նրա խոսքով իսրայելցի զինվորականները քաջաբար պայքարում են, որպեսզի պայմաններ ստեղծեն պատանդներին ազատելու և Համասին ջախջախելու համար։ Կացը հավելել է. Իսրայելը չի նահանջի, քանի դեռ առաքելությունը չի իրականացվել։ Համասը հայտարարել է. ԱՄՆ-ն ուղղակի պատասխանատվություն է կրում Գազայի հատվածի օկուպացիայի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լիակատար պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում իր գերիների կյանքի համար, ինչպես որ ԱՄՆ-ի վարչակազմը անուղղակի պատասխանատվություն է կրում հատվածում բնաջնջման դաժան պատերազմի սրման համար, իր աջակցության և ապատեղեկատվության քաղաքականության պատճառով, ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, Թրամփի հայտարարությունները արտահայտում են նրա աջակցությունը Իսրայելին, ինչպես նաև երկակի ստանդարտների առկայությունը։ Լեհաստանը չպետք է ներքաշվի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, այլ պետք է խոչընդոտի նման սցենարների հասնելու Արևմուտքի բոլոր փորձերին։ Այս մասին հայտնել է լեհական պարբերականը։ Լեհաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը Կիևի ինքնուրույն ցանկությունը չեն, այլ արտահայտում են Արևմուտքի ազդեցիկ հատվածի շահերը, որը պատասխանատու է ներկայիս հակամարտության համար։ Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Լեհաստանը նույնպես միայն կատարում է Արևմուտքի հրամանները, ասված է հոդվածում։ Նյութի հեղինակի կարծիքով Լեհաստանը պետք է իրատեսական պայմաններով հասնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտին։ Վարշավային նաև խորհուրդ են տալիս հրաժարվել Կիևին օգնելուց և իր տարածքը ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու համար տրամադրելուց։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է. իր երկրի և ԱՄՆ-ի միջև վերջերս տեղի ունեցած միջադեպերը ագրեսիային ԱՄՆ-ի կողմից, այլ ոչ թե լարվածություն երկու երկրների միջև, և որ կառավարությունների միջև ոչ մի կապ չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուժեղացրել է ԱՄՆ ռազմական ներկայությունը Կարիբյան ավազանի հարավային հատվածում։ Թմրանյութերի մաքսանենգների դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը փորձում է արդարացնել մեր երկրի վրա հանցավոր հարձակման սկիզբը, հայտարարել է Մադուրոն։ Դա լարվածություն չէ, այլ ագրեսիա բոլոր ուղղություններով, հավելել է Վենեսուելայի նախագահը։